Վերջին զանգ հեռուստասերիալում Սոսը վերջապես բռնացնում է Լիլիթին շանտաժիստ բուժքրոջ հետ միասին, և նրա մեջ օրեր շարունակ կուտակված կասկածները հանկարծ դառնում են իրականություն։ Լիլիթը ամբողջ ուժով փորձում է խուսափել ամենավտանգավոր բացահայտումից, ամեն գնով համոզել, նույնիսկ վախեցնել բուժքրոջը, որպեսզի վերջինս երբեք չհիշատակի Միքայել Շախունցի անունը։ Չէ՞ որ հենց Միքոյի թեթև ձեռքով է տարիներ առաջ անհետացել Աննայի երեխան։ Լիլիթը հասկանում է, որ եթե Սոսը իմանա այդ մասին, ապա հարցը ժամանակի խնդիր կլինի, մինչև նա բացահայտի ողջ ճշմարտությունը։ Բացի այդ, իրավիճակը մի նոր շրջադարձ է ստանում։ Բուժքույրը հանկարծ հայտնվում է հիվանդանոցում, մահամերձ վիճակում, և սա, որքան էլ դաժան հնչի, դառնում է Լիլիթի փրկությունը։ Նա անկեղծորեն ուրախանում է այդ լուրով, քանի որ կարծես թե բուժքրոջ կյանքից հեռանալը կապահովի իր գաղտնիքի անվտանգությունն ու լռությունը։ Բայց Սոսը ձեռքերը ծալած չի նստում, նա միանգամից ուղևորվում է Աննայի մոտ, փոխանցում իր իմացածը և պարզապես հեռանում, թողնելով Աննային սեփական անցյալի հետ, լի հարցերով, կասկածներով։ Աննան փորձում է տրամաբանել տարիների խորքից հանել հիշողությունները, զգացումները, մարդկանց պահվածքները։ Եթե ամեն ինչ դիտարկենք տրամաբանական տեսանկյունից, ապա միակ մարդը, ում հարմար էր երեխայի, Սոսի և Աննայի դստեր անհետացումը, հենց Միքայելն էր։ Սակայն Աննան կտրականապես հրաժարվում է հավատալ այդ սցենարին։ Չնայած ներսից ինչ-որ բան հուշում է, որ պատասխանները հենց այնտեղ են, որտեղ ամենաքիչն է ցանկանում նայել։ Իսկ եթե Աննան մինչև վերջ խորանա, ապա նաև կհասկանա, որ երեխայի անհետացման հետևում կանգնած է ոչ միայն Միքոն, այլև իր երեխան Անգելինան է։ Եվ ինչու տարիներ շարունակ Միքայել Շախունցը, ով իբր սիրում էր Աննային, ստեղծեց այդքան մեծ սուտ ու կեղծիք նրա իսկական դստեր շուրջը։ Բայց այսքանից հետո էլ Աննան շարունակում է իր ներսում արդարացնել Միքայելին։ Նա ասում է. Միքոն կարող էր ինձ ցավ տալ, բայց երեխայիս երբեք։ Սոսի պահվածքն այս ֆոնին նույնպես տարօրինակ է։ Եթե տարիներ առաջ հենց Միքայելն է նրան հրել ձորը, մտածելով, որ վերջնականորեն ազատվել է Սոսից, ապա դժվար թե խղճացած հոգի լիներ, որը կգթար Սոսի նորածին երեխային։ Ու սա միանշանակ է դարձնում Սոսի կասկածները։ Մինչ այս ամենը տեղի է ունենում մեկ ճակատում, մյուսում Անգելինան շարունակում է ապրել իր կյանքի սարսափելի անկայուն փուլը։ Նա, ով այսքան զոհաբերություն արեց հանուն սիրո, այսօր կրկին կանգնած է միայնության առջև։ Չբավականացան իր անձնական կրքերը, հիմա էլ Նոյի ողբերգական մահն է։ Իսկ որպես լրացուցիչ ցավ, Էլիզը նրա վրա է թափում կուտակված վիրավորանքն ու ատելությունը, մեղադրելով նրան ամեն ինչում, ինչի հետ Անգելինան առնչություն անգամ չուներ։ Հենրին վշտի, վախի և պատասխանատվության խառնաշփոթում այլևս չգիտի ինչ անել։ Էլիզը նրան կանգնեցնում է փաստի առաջ, այսօր ու հենց հիմա գնալ և որդեգրել երեխային։ Եվ այս անգամ Հենրին, չկարողանալով դիմակայել ճնշմանը, համաձայնում է։ Նրանք գնում են ու որդեգրում տղային։ Եվ ահա այդպիսով Հենրիի կյանքը գլխիվայր է շրջվում։ Հարգելի հետևորդներ, արդյոք բուժքույրը կմահանա և չի հասցնի Սոսին ասել, որ երեխայի անհետացումը Միքայելի ձեռքի գործն է։ Գրեք մեկնաբանություն։